Ադրբեջանի ու Թուրքիայի դրոշներն են այրվում Ֆրանսիայի մայրաքաղաքում։ Ֆրանսիական իշխանությունները դեռ չեն քննադատել ֆրանսահայերի բողոքի այս ակցիան։ Էմանուել Մակրոնը X-իր բլոգում հայատար գրառում է արել։ 110 տարի առաջ սկսվեց հայոց ցեղասպանությունը։ Այսօր ապրիլի 24-ին ոգեկոչման ազգային օրը հիշենք բոլոր զոհերին եւ կենթանի պահենք նրանց հիշատակը։ Շարունակենք գործել մարդկության անունից, հանուն ճշմարտության եւ արդարության։ Վրեժ, չենք մոռանա 1,5 միլիոն հայերի սպանդը։ Թուրքիան պետք է ճանաչի ցեղասպանությունը բովանդակության պաստառներով, Հայաստանի եւ Արցախի դրոշներով ֆրանսահայերը հասել են Փարիզի խորհրդանիշ Էֆելյան աշտարակի մոտ։ Այս 110-րդ տարելիցին եկեք այս ոգեկոչման ժամանակ հիշենք սրբատասված 1,5 միլիոն մեր նահատակները։ Հիշենք Արևմուտք Հայաստանը։ Եկեք հիշենք Արցախի համար նահատակված տասնյակ հազարավոր մեր գորյունները։ Ֆրանսիայի Հոիդա նոր սերունդ երիտասարդական միության կենտրոնական վարչության ատենապետ Նժդե Կարագավորյանի խոսքով 44-օրյա պատերազմը եւ 2023-ին Արցախի էթնիկ զտումը անհերքելի ապացույցն են հայոց ցեղասպանության շարունակության։ Քայլ առ քայլ պանթուրքիզմի երազը գերականանա եւ այդ ալ մեր սերունդի աշխուն։ Մեր բադվո, մեր արյան, մեր հողերով աշխուն։ Դժպարտապա և կողքին ոմանք դագավին մահացու երազներ կկարոզեն։ Խաղաղություն կխոստանան, Թուրքի հետ բարեկամություն կխոստանան, այն Թուրքին հետ, որ ամեն օր կչարչարե Արցախի քաղաքական հանդարգյալներուն։ Կանադահայ պատանիները ծաղկեպսակ են դնում 11 տարի առաջ Քվեբեկում բացված ցեղասպանության զոհերի հուշարձանի մոտ։ Այստեղ հավաքված մարդիկ նույնպես պնդում են 2023-ի արցախցիների բռնագաղթն ապացուցում է, որ 110 տարի հետո էլ չի փոխվել թուրքական ձեռագիրը։ Մենք հոսենք ոչ որպես զոհեր ու ժառանգորդներ, այլ որպես ժողովուրդ, որ քոյադևեց եւ պիտի շարունակե քոյադևել։ Թշնամին ուզեց չնչել մեր ասկը, չհաջողեցավ։ Ուզեց չնչել մեր պատմությունը, չհաջողեցավ։ Նիկոլ Դավաճան վանկարկումներով են իրանահայերը Թեհրանի հայոց թեմի Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցու բակում դիմավորել Հայաստանի դեսպանատան անձնակազմին։ Ուրացումը հանցագործություն է, վանկարկել են հավաքվածները, հայտարարել, որ ժխտողականության եւ ուրացման քաղաքականությամբ առաջնորդվող պաշտոնական Երևանը պարտավոր է վերջ տալ թրքահաճո քաղաքականությանը։ Թեհրանում Հայաստանի դեսպանատան ներկայացուցիչներին նաև հասկացրել են, որ Փաշինյանի կառավարությունը պառակտում է Սփյուռքը։ Թուրքերը պետք է պատասխան տան բոլոր հանցագործությունների համար։ Թուրքական իշխանություններին պատժելու մասին կոչերից բացի վրացահայերը Մեծ Եղեռնի մասին տեղեկատվական թերթիկներ են բաժանել անցորդներին։ Հայ հոգևորականների առաջնորդությամբ մի ուրացիր կարգախոսով ջահերով երթը հասել է Թբիլիսիի Սուրբ Էջմիածին հայ առաքելական եկեղեցու բակ։ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի նվիրված խաչքարի մոտ ծաղիկներ են խոնարհվել ու աղոթք է հնչել։ Չճանաչել նշանակում է արտոնել նոր ցեղասպանություն, վստահ են ջավախահայերը։ Մի ուրացիր կարգախոսով ջահերով երթի մասնակիցները հասել են Սուրբ Խաչ եկեղեցի, որտեղ պատարագ է մատուցվել 1,5 միլիոն զոհերի հիշատակին։ Հայոց ցեղասպանության փաստը որպես մարդկության եւ քաղաքակրթության դեմ իրագործված ոճիր ճանաչել են տասնյակ պետություններ, մինչդեռ Թուրքիան շարունակում է հերքել փաստը, ինչը այդ հանցագործության ուղղակի շարունակություն է, հայտարարել են Հոիդա հայդատի գրասենյակի անդամները։ Գրասենյակում կարծում են, որ Հայաստանի իշխանությունների հայտարարություններն ուղղակիորեն ծառայում են ցեղասպանության նսեմացման ուղղված թշնամական քարոզչությանը, ամրապնդելով Թուրքիայի եւ նրա ցեղասպան գործընկեր Ադրբեջանի անպատժելիությունը։ Կարնե Մանգասարյան, Սմբատ Ասլիկյան, Հայլուր։